Այս 16 ուղղությամբ մենք նմուշ ենք արտահանել, շատ կարևոր բան, մենք բառից բուր իմաստով նմուշ ենք արտահանել, որտեղ շուկան պետքա գնահատի։ Եվ այստեղ էլ եկեք առանց CTV թանքի ասենք, եթե այդ նմուշները ինչ որ մի ստանդարտի համապատասխանում են, հաջողությունը երաշխավորված է, չի կարող ուղղակի չլինել հաջողություն։ Եթե ստանդարտի հետ կապված խնդիր կա, բացառվում է, ինչ ուզում եք վարկը մի տարով երկարացնենք, ուզում եք 6 տարով, ուզում եք մենք տանք փողը չի լինելու դա։ Այսինքն ամեն ընկերություն պետք է առերեսվի, որ ինքն է իր հաջողության պատասխանատուն, կառավարությունը թիկունքը փակողն է, բայց առաջ գնացողը ինքն է։ Համեցեք։ Վարչապետ, այդ 16-ից 6-ը մենք 100,000 եւ ավել ենք արտահանել, մենտեղ մի քանիսն էլ կա 70,000, այսինքն մեկը նմուշ է, որովհետեւ 100,000 ենք արտահայտնել, մենք ուզում ենք որ 100 միլիոն արտահանենք։ Այդ 100,000-ը ի՞նչ թիվ է, որովհետեւ մենք այս բանի ինտենսիվ այգիների, ջերմոցների աջակցության ծրագրերը որ անում ենք, մենք այդտեղ մեր ամբիցիաները միլիոններով, միլիարդներով է, այդ 50,000-ը մեզ ոչ մի բան չի ասում։ Ընդ որում նաև այն տրամաբանությամբ մենք գիտենք մեր արտադրության ծավալները բոլոր ուղղություններով շատ քիչ արտադրատեսակ ունենք, որ մեր արտադրության ծավալը մենք կարող ենք ասել, որ մենք լուրջ արտադրություն ունենք։ Եթե մենք ուզում ենք լինել շուկայի խաղացող, մեր բոլոր ուղղություններով մեր արտադրանքի ծավալները էականորեն պետք է ավելանան։ Իսկ դրա համար պետք է վաճառքները ավելանան, իսկ վաճառքներն ավելանալու համար մենք պետք է վերադառնանք մեր ստանդարտներին։ Մեր ստանդարտներին, ես խոսել եմ այս դալիճում առիթ ունեցել ենք խոսելու։ Չի ըլնելու եւ 8 տարի է ես գոնե անձամբ դրա դեմ պայքարում եմ, բայց ամեն անգամ այլ փաստարկներով այդ վերջին բանը որոշումը հետաձգվում է։ Հարգելիներս չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։ Չպիտի լինի։ Ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից, 2018 թվականից կամած չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն։ Չի լինելու դա։ Հիմա համոզելով չի։ Հիմա լավ է եւ այս բանի համար ես ուրախ եմ, որովհետեւ մենք ոչ մեկը մեզ չի կարող այսօր որևէ պրետենզիա ներկայացնի։ Մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը։ Մի օր գալու է այդ ժամը։ Ինչ պատճառով, ինչ հանգամանքներում մենք չգիտենք, բայց այդ ժամը գալու է։ Գնացեք փոխեք, գնացեք լրջացեք։ Եվ պետք է այդ բոլոր արտադրությունները, լսեք, երկրի նաեւ երկրի ստանդարտի եւ բանի հարցը հեղինակության հարցը, հասկանում եք հեղինակության հարցը, ոնց ենք մենք այդ ամեն ինչը թույլ տալիս, իներցիայով թույլ ենք տալիս, բայց մի X պահի պետքա դա վերջ կանգնի, եւ դա արգելակում այդ թվում խաղողագործության նորմալ զարգացում, մենք չենք կարողանում գնահատել լավ, խաղողի ինչ ծավալներ պետքա լինեն, բանի կոնյակի տեխնիկական սորտեր ինչքան, գինու սորտ ինչքան, բանի սեղանի սորտ ինչքան, Եվ ինչ այլոց այսօր մենք մեր տեխնոլոգիաներով մենք պետք է արդեն արբանյակային եւ օդային լուսանկարման տեխնոլոգիաներով գնահատենք մեր այգիների իրական ծավալները, խաղող կլինի, ծիրան կլինի, մեկ կլինի, մյուս կլինի, որպեսզի բան այդպես իրավիճակներում էլ չլինենք։ Մենք Եվրասիական տնտեսական միությունում էլ ենք անհարմար վիճակների մեջ հայտնվել ենք։ Երբ որ մենք ասենք օրինակ կաթնամթերքի հետ կապված խնդրեմ ենք ունենում եւ գիտենք բոլորս որ օբյեկտիվ է այդ խնդրեմը բայց որ մենք նանք այդ խնդրի լուծման կասեն վայ չեն բան են անում խոչընդոտում են բիզնեսին դա բիզնես չի ժողովուրդ ջան պետք է ի վերջո լրջանալ եւ այս տեմպով մենք պետք է շարունակենք աշխատել եւ առիթ օգտագործել որպեսզի աշխարհը ավելի լայն տեսնենք Եվրասիական տնտեսական միությունում է